Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Միացյալ Նահանգները փորձում է պահպանել իր առաջատար դիրքը աշխարհում, սակայն այն անցնում է Չինաստանին և BRICS-ին, նման կարծիք է հայտնել բելգիացի եվրոպադգամավոր Ռուդի Քենեսը։ Ժամանակակից աշխարհի իրական խնդիրն այն է, որ իշխանության փոփոխություն է տեղի ունենում և ԱՄՆ-ն դա գիտի։ Նրանք փորձում են պահպանել աշխարհի շերիֆի իրենց դերը լինելով մեծ տերություն, սակայն չի հաջողվում։ Նրանք գիտեն, որ Չինաստանը և BRICS-ը ստանձնելու են առաջնորդությունը, իսկ ամերիկացիները ցանկանում են այն պահել իրենց ձեռքում, ԱՄՆ-ի իրական թշնամին ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը, կարծում է եվրոպադգամավորը։ Իրանի օդային տարածքը բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար, հայտնում է Flight Trader 24-ը։ Իրանի օդային տարածքն այժմ բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար, նախնական թույլտվությամբ, հայտնում է ծառայությունը։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին օդային տարածքի փակման մասին Իսրայելի հարվածներից հետո և այն մի քանի անգամ երկարաձգվել էր։ Իսրայելի բանակի թիկունքային հրամանատարությունը վերացրել է Իրանի հետ դիմակայության պատճառով ավելի վաղ ամբողջ երկրի տարածքում բնակչության համար մտցված սահմանափակումները։ Որոշումը կայացվել է Իրանի և Իսրայելի միջև վերադադարի մասին հայտարարությունից հետո ստեղծված անվտանգության իրավիճակի գնահատականից հետո։ Երկրի ամբողջ տարածքը խիստ սահմանափակումների ռեժիմից անցնում է լիարժեք գործունեության ռեժիմի առանց սահմանափակումների, հայտարարել է Իսրայելի բանակը։ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Մինսկում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստման հարցերը։ Բացի այդ, նրանք քննարկել են արդիական, միջազգային և տարածաշրջանային հարցեր, ասվում է հաղորդագրության մեջ։ Նաև նշվում է, որ Պուտինը և Լուկաշենկոն համաձայնել են շարունակել կարծիքների բարեկամական փոխանակումը Ռուսաստանի նախագահի Մինսկում գտնվելու ընթացքում։ Մեծ Բրիտանիան պետք է ակտիվորեն պատրաստվի իր տարածքում հնարավոր պատերազմին, ասվում է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթղթում նշվում է, որ նման սպառնալիք է հասունացել առաջին անգամ երկար տարիների ընթացքում։ Մենք պետք է ակտիվորեն պատրաստվենք Մեծ Բրիտանիայի տարածքում հնարավոր սպառնալիքին, այդ թվում ռազմական հակամարտության պայմաններում, ասվում է փաստաթղթում։ Հանրապետական կոնգրեսական Բադի Քարթերն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լուծման համար, հաղորդում է Fox News-ը։ Նշվում է, որ Քարթերը նամակ է գրել Նոբելյան մրցանակի կոմիտեին, նշելով, որ Թրամփը բացառիկ և պատմական դեր է խաղացել Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության դադարեցման և աշխարհի ամենամեծ պետության կողմից ահաբեկչության հովանավորությանը մոլորակի ամենամահացու զենքը ձեռք բերելու կանխարգելման գործում։ Ուկրաինայի և Դանիայի պաշտպանության նախարարները ստորագրել են համատեղ փաստաթուղթ Դանիայի տարածքում ուկրաինական սպառազինության արտադրություն սկսելու մասին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը իր դանիացի գործընկեր Տրոելս Լունդ Պուլսենի հետ հանդիպումից հետո։ Կոպենհագենն արդեն հատկացրել է 500 միլիոն դանիական կրոն ծրագրի համար։ Ումերովի խոսքով, սա կառուցիր Ուկրաինայի հետ նախաձեռնության առաջին քայլն է, որի աշխատանքները մեկնարկել էին դեռևս Ռամշտայն ձևաչափով հանդիպումների ընթացքում։ Նախատեսվում է, որ համագործակցությունը կխթանի ուկրաինական ռազմական արդյունաբերության զարգացումը եվրոպական արտադրական հարթակներում։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծել էր, որ դաշինքը մտադիր է շարունակել ռազմական աջակցությունը Կիևին, անկախ ընթացիկ այլ բանակցություններից, գրում է Լենտարում։ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիան միայն ամրապնդել է Թեհրանի վճռականությունը զարգացնելու իր միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ալ-Արաբիա Ալ-Ջադիդին տված հարցազրույցում։ Նրա խոսքով Իրանի դեմ ուղղված ագրեսիան դրական ազդեցություն կունենա միջուկային ծրագիրը զարգացնելու ցանկության վրա։ Արաղչին նշել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները ամրապնդում են Թեհրանի կամքը այն դարձնելով ավելի վճռական ու համառ։ Նախարարը հավելել է, որ իր երկիրը լուրջ ջանքեր է գործադրել այս ոլորտում տեխնոլոգիական առաջընթացի համար։ Դրա համար մեր ժողովուրդը դիմացավ պատժամիջոցներին, այս խնդրի պատճառով մեր ազգին պատերազմ է պարտադրվել։ Ակնհայտ է, որ Իրանում ոչ ոք չի հրաժարվի այդ տեխնոլոգիաներից, ասել է Արաղչին։
Բերման են ենթարկել Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին, իրավապահները քիչ առաջ նրան տեղափոխել են ազգային անվտանգության ծառայություն։ Չարիք լավ լսի։ Ինչ էլ որ սարքել ունես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգան։ Մինչ այդ իրավապահները գործողություն էին իրականացրել Բագրատ Սրբազանի կեցավայրում, այս մասին հայտնել էր Սրբազան պայքար շարժումը։ Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ իրավապահները շարունակում են հետապնդել Սրբազան պայքարի կողմնակիցներին։ Այսօր վաղ առավոտյան նրանք խոզարկություններ են սկսել Սրբազան պայքարի աջակիցների տներում։ Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանի բնակավայրում, ասված է հայտարարության մեջ։ Բագրատ Սրբազանն իր տանն իրականացվող խուզարկության ընթացքում մի պահ դուրս է եկել պատշգամբ եւ երբ լրագրողները հեռվից խնդրել են պարզաբանել թե ինչ է կատարվում, նա հեգդանքով պատասխանել է. «Ահաբեկչություն են կարել, կխոսենք», ասել է Բագրատ Սրբազանը ու ներս մտել։ Խուզարկություններ են իրականացվել նաեւ ՀՅԴ անդամների բնակարաններում, Էջմիածին դաշինքի եւ առհասարակ Էջմիածնի ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բնակարաններում, այնուհետև տեղափոխել են նրանց քննչական բաժիններ։ Այս իրադարձություններին հետևել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քրեա-օլիգարխիա-կղերական խոշոր ու եղկելի պլանը։ Արցախի ազգային ժողովի արդարություն խմբակցության падգամավոր Դավիթ Գալստյանին ձերբակալում են, այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նշել է, որ Դավիթ Գալստյանին եւ Սրբազան պայքարին աջակցած մի քանի այլ արցախցիների տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որն առավել հայտնի է իբրև ԱԱԾ քննչական։ Փաստաբան Վահան Հովանիսյանն էլ հայտնել է, որ ձերբակալվել է զոհվածի ծնող Արա Ռոստոմյանը, սակայն նրա տան եւ ավտոմեքենայի խուզարկությամբ անօրինական որևէ բան չի հայտնաբերվել։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Սրբազան պայքար շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորում են ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակել էր ընդդիմության հեղաշրջման պլանը եւ նշել, այս process-ը պատմության մեջ կմնա որպես տահակների ձախողված հեղաշրջում։ Նշել է Փաշինյանը հրապարակելով իշխանական լրատվամիջոցի կողմից հրապարակված փաստաթուղթը, որն ըստ տվյալ լրատվամիջոցի իրենց փոխանցել են ընդդիմության ներսից եւ որն իրենից ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների եւ գործող անձանց հաշվագրում։ Ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները զավեշտալի գրառումներ սկսեցին անել ցույց տալով, որ հրապարակված փաստաթուղթը զավեշտի ժանրից է եւ որևէ կապ չունի իրենց հետ։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել է, թե անլուրջ է վերաբերում այդ ամենին եւ մեկնաբանելու կարիք չի տեսնում։ Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանն էլ հանդես է եկել հրապարակմամբ։ Ինձ թվում է, այս հեղափոխության պլան գծողն ու քաղաքապետարանի Խաչմերուկի նոր երթևեկության պլան գծողը նույն մարդն է, նշել էր Լևոն Քոչարյանը։ Սյունիքում մեկնարկել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչը։ Գորիսում կայացել է զորակոչի առաջին հավաքը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության ճանապարհեցին Գորիս, Տեղ ու Տաթև համայնքի նորակոչիկներին։ ԱՄՆ-ի կողմից Իրանի 3 միջուկային օբյեկտների վրա կատարված հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները եւ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականների միայն մի քանի ամսով հետ են մղել դրա զարգացումը երեքշաբթի օրը հաղորդել է CNN-ը հղում անելով ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության զեկույցի։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցման միջուկային նյութերն ու սարքավորումները, այդ թվում հարստացված ուրանի պաշարները եւ ցենտրիֆուգները մեծ մասամբ անվնաս են մնացել։ Վնասը փակվել է Ֆորդոյի, Նաթանզի եւ Սպահանի վերգետնյա կառույցներով եւ էներգետիկ ենթակառուցվածքներով։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ գործողությունն ընթացել է ըստ պլանի, սակայն վերլուծաբանները նշում են, որ ծրագրի հիմնական տարրերը չեն ոչնչացվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելի հետ հակամարտության արդյունքում Իրանը մնացել է առանց միջուկային զենք մշակելու կարողության տասնամյակներ շարունակ։ Ես խոստացել եմ, որ Իրանը միջուկային զենք չի ունենա եւ մեր կործանիչների գերազանց գործողությունների շնորհիվ մենք իրանական միջուկային նախագիծը զրոյ ենք հասցրել։ Եթե որևէ մեկը փորձի վերականգնել այն, մենք նույն վճռականությամբ եւ ուժով կգործենք նման փորձը խափանելու համար։ Իրանը միջուկային զենք չի ունենա, Նեթանյահուի խոսքերն է մեջբերում Նեթը։ Վարչապետի խոսքով Իսրայելը վերացրել է Իրանից 2 գոյության սպառնալիք միջուկային ռումբերի կողմից ոչնչացման սպառնալիքը եւ 20,000 բալիստիկ հրթիռների կողմից ոչնչացման սպառնալիքը։
արևմտյան երկրները խնդրում են Ուկրաինայի համար անհապաղ հրադադար առանց նախապայմանների, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հիշում եք, թե ինչպես սկսվեց այս ամենը։ Ռուսաստանին անհրաժեշտ է ռազմավարական պարտություն հասցնել մարտադաշտում։ Նրանք պարզապես գոռում էին մինչև հիստերիայի աստիճանի։ Որոշ ժամանակ անց կարգախոսը փոխվեց եւ նրանք սկսեցին բարձրաձայն հայտարարել, որ Ռուսաստանը չպետք է հաղթի Ուկրաինայում, եւ հիմա նրանք պահանջում են, խնդրում, աղաչում են անհապաղ հրադադար առանց նախապայմանների, ասել է նա։ Նախարարի խոսքով սա հենց այն է, ինչից Վոլոդիմիր Զելենսկին կտրականապես հրաժարվում էր մի քանի տարի շարունակ։ Ռուսաստանը աջակցել է Իրանին մերձավոր արևելքի իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշմամբ եւ մտադիր է ավելի զարգացնել հարաբերությունները Թեհրանի հետ։ Ոչ ոք հստակ պատկերացում չունի, թե որքանով է Իրանի միջուկային ծրագիրը տուժել։ Տեղում իրավիճակը դեռ պետք է վերլուծվի, նշել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։ Եթե Իրանն ու Իսրայելը իսկապես կարողացել են հրադադարի հասնել, դա կարելի է միայն ողջունել։ Շատերը ցանկանում են օգտագործել մերձավոր արևելքի իրավիճակը կրակին յուղ լցնելու եւ Մոսկվայի ու Թեհրանի միջև հարաբերությունները փչացնելու համար։ Իրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում, ստիպելով նրան ընդունել պարտությունը եւ միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը եւ միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան։ Հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Վլադիմիր Զելենսկին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Հունիսի 25-ի կեսօրին հաղորդում է Agence France-Presse-ը, հղումանելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ Զելենսկին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, գրում է գործակալությունը։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն պատժամիջոցների եւ Կիևին զենքի մատակարարման հարցերը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին հույս ունի հանդիպել Թրամփի հետ Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ-Խալիֆան հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի միջև։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Սանկտ Պետերբուրգի 28-րդ միջազգային տնտեսական ֆորումի արդյունքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 18-ից 21-ը, որին Բահրեյնը մասնակցել է որպես հյուր երկիր։ Ասվում է հաղորդագրության մեջ։ Պուտինը նշել է Բահրեյնի պատվիրակության ակտիվ եւ արդյունավետ աշխատանքը, որը գլխավորել է Բահրեյնի թագավորի մարդասիրական գործունեության եւ երիտասարդության հարցերով ներկայացուցիչ ազգային անվտանգության խորհրդական Նասեր բին Համադ Ալ-Խալիֆան։ Բահրեյնի թագավորը իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ցուցաբերած հյուրընկալության համար, հաղորդում է մամուլի ծառայությունը։ Առաջնորդները նաև հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը ռուս-բահրեյնական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը, առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, ինչպես նաև մշակութային եւ մարդասիրական ոլորտներում։ Խոսելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների պատճառած վնասի մասին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դժվար թե որևէ մեկը դեռևս հստակ պատկերացում ունենա դրա մասին։ Մենք դեռ պետք է վերլուծենք իրավիճակը տեղում հասկանալու համար, թե որքան լուրջ է եղել վնասը։ Հավանական չէ, որ որևէ մեկը այս պահին հստակ պատկերացում ունենա։ Լրագրողներին ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը տվյալներ ունի այն մասին, թե որքանով Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածները իրանական թիրախների վրա հետ մղել Իրանի միջուկային ծրագիրը։ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից 2020 թվականին տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, հուլիսի 1-ի փոխարեն։ Այս մասին հայտնել են Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, միաժամանակ տեղեկացնելով, որ շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրվելու եւ վարկավորման գործընթացում հիմք են ընդունվելու արդեն իսկ տրված հավաստագրերը։
Գործարար Սամվել Կարապետյանի օրինակը պատահական չէր, նա կանգնեց եկեղեցու ու հայրենիքի կողքը եւ ենթարկվում է բռնաճնշումների։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում ասել է Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը, ընդգծելով, որ կշեռքին դրված է ոչ թե նեղանձնական շահը, այլ հայրենիքի հարցը։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ հայ մարդը կանգնի ոչ թե իր, այլ իր եկեղեցու եւ իր հայրենիքի կողքը։ Սա նեղ անձնական շահ չէ, կրկնում եմ։ Սա հայրենիքի պետության հարցն է եւ յուրաքանչյուր ոք կլինի հայտնի գործարար, բարերար, թե կրկնում եմ, բանվորոշինական, պետքա սա կարողանա հասկանալ եւ ուրեմն իր անձնվիրության եւ իր ջանքերի շնորհիվ կարողանա այս գործառնական ընթացքը կասեցնել։ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ բոլորի հետևից էլ գնելու է, չի լինելու մեկը, ում չթիրախավորի, ում ինչ որ մի պահի քրեական գործ չհարոցի կամ չփորձի վախեցնել կամ չփորձի ջարդել։ Եվ առանձին վերցած իհարկե ինքը կարող է դա անել, բայց միասնության պարագայում իհարկե չի ստացվի ինձ։ Մոտ 2 տարի անց դատախազությունը ստիպված հաստատեց եւ ընդունեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանյանը եւ նշել. Դատախազությունը անուղղակի նաեւ ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացանք դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց այն պատճառաբանությամբ, որ դեռևս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար։ Նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարեցնելու համար ժամանակ է պետք, նշել է փաստաբանը։ Հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին նորակոչիկները Վանաձոր եւ Փամբակ խոշորացված համայնքներից։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պարբերաբար չարաշահում է իր լիազորությունները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Գուտերեշի դիրքորոշումը չափազանց ցավալի է, ով պարբերաբար եւ բացահայտ չարաշահում է իր լիազորությունները, հրաժարվելով իրերը իրենց անուններով կոչել եւ նույնիսկ օգնել տարական տեղեկատվություն ստանալու հարցում, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Մոհամմադ Պակուրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է հիմար եւ զգուշացրել Վաշինգտոնին նոր հարձակումներից, քանի որ դրանք կհանգեցնեն Թեհրանի ավելի կոշտ պատասխանի, հաղորդում է ԹԱՍՆ-ին լրատվական գործակալությունը։ Հոդվածում նշվում է, որ երկուշաբթի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ջախջախիչ եւ հզոր հրթիռային հարված է հասցրել Քաթարում գտնվող ԱՄՆ Ալ-Ուդեյդ ավիաբազայինի պատասխան Իրանի միջուկային օբյեկտներին Վաշինգտոնի հարվածների։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Պակպուրը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության բաբախող սիրտ անվանումով ավիաբազան, որը պաշտպանված էր հատուկ բազմաշերտ համակարգերով, վրացվել է։ Քննադատելով հիմար ԱՄՆ նախագահին ամերիկացիների անվտանգությունն ու շահերը սիոնիստական ռեժիմի գոյատևելու եւ զոհաբերելու համար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած կրկնություն կհանգեցնի ավելի ավերիչ պատասխան միջոցառումների, որոնք Վաշինգտոնին կստիպեն ավելի զղջալ Իսլամական Հանրապետության դեմ իր գործողությունների համար եւ ագրեսորին դաս կտան, որը կմտնի պատմության մեջ։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելը ընդունել է պարտությունը եւ ստիպված է եղել միակողմանիորեն դադարեցնել ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհուրդը, գրում է Al Jazeera-ն։ Մենք ստիպեցինք թշնամուն զղջալ ընդունել պարտությունը եւ միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան, ասվում է խորհրդի հայտարարության մեջ։ Իսլամական Հանրապետության անվտանգության խորհուրդը նաեւ ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի հրադադարի խախտման դեպքում։
ՆԱՏՕ-ի պաշտոնյաները Ռուսաստանին որպես հրեշ են ներկայացում, որպեսզի որոշում կայացնեն պաշտպանության ծախսերը 5%-ով ավելացնելու մասին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Լենտան։ Պաշտպանության ծախսերի ավելացման մասին որոշումը կայացնելու համար հարկավոր է դժոխքի հրեշի նման կերպար ստեղծել, եւ ահա ՆԱՏՕ-ի այդ հրեշի դերին լավագույնս համապատասխանում է մեր երկիրը, ասել է նա։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ն եւ Եվրոպան վստահորեն գնում են սանձարձակ ռազմականացման ճանապարհով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է նոր քայլեր նախաձեռնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ակտիվորեն նպաստել հակամարտության կարգավորմանը։ Թուրքիան նախկինում եւս մի քանի անգամ միջնորդական դեր էր ստանձնել Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցային գործընթացներում։ Կանադայում կայացած 7-ի խմբի G7 գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անհաջող հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին հույս ունի նրա հետ խոսել ՆԱՏՕ-ի առաջնորդների Հաագայում կայանալիք հանդիպման ժամանակ։ Այո, ես պատրաստվում եմ, ասել է Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ակնկալում է հանդիպել Թրամփի հետ Դաշինքի առաջիկա գագաթնաժողովում։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի, թիմերն աշխատում են, մենք պատրաստվում ենք հանդիպել, ասել է նա։ Նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք լուրջ բանակցություններ են նախապատրաստվում բովանդակային քննարկման համար, թե պարզապես զրույց, ասելով, որ այժմ քննարկումը վերաբերում է ամերիկացի առաջնորդի հետ հնարավոր հանդիպման ժամանակին։ Թրամփը հունիսի 16-ին G7 գագաթնաժողովից հեռացավ նախատեսվածից շուտ։ Սպիտակ տունը բացատրեց, որ նա շատ կարևոր հարցեր ունի լուծելու, սակայն ավելի ուշ Financial Times-ը հայտնել էր, որ պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ դժգոհությունն ու Զելենսկիի հետ հանդիպելու հետաքրքրության բացակայությունն էր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսելով Իրանի եւ Իսրայելի միջև խաղաղության մասին գովաբանել է B2 ռմբակոծիչի օդաչուների տաղանդն ու քաջությունը։ Հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Միևնույն ժամանակ ամերիկյան New York Times թերթը պնդում էր, որ իսրայելական զինվորականների անանուն ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի հայտարարությունը Իրանի հետ հրադադարի մասին։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մոսկվայի ժամանակով 4:00-ի սահմաններում հայտարարել է, որ ներկայումս հրադադարի կամ ռազմական գործողությունների վերաբերյալ համաձայնություն չկա։ Սակայն եթե Իսրայելը դադարեցնի իր ագրեսիան ոչ ուշ քան տեղական ժամանակով ժամը 4:00-ին, ապա Թեհրանը այլևս հարվածներ չի հասցնի։ Մենք չէինք կարող գործարքը կնքել առանց մեր հրաշալի B2 օդաչուների եւ այս գործողությանը մասնակցած բոլորի տաղանդի ու քաջության։ Հեգնական է, որ այդ կատարյալ ուշ գիշերային գործադուլը բոլորին միավորեց եւ գործարքը կնքվեց, գրել է Թրամփը Truth Social-ում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Financial Times-ի համար համատեղ հոդվածում Ռուսաստանն անվանել են Եվրոպայի ամենամեծ սպառնալիքը եւ ընդգծել մայրցամաքի անվտանգությունը պաշտպանելու իրենց վճռականությունը։ Նրանց կարծիքով Եվրոպայի կայունության համար ամենամեծ սպառնալիքը գալիս է Ռուսաստանից, որը ենթադրաբար ձգտում է անկայունացնել այլ երկրները եւ մարտահրավեր նետել համաշխարհային կարգին։ Եվրամիության առաջնորդները նաեւ խոստացել են աջակցել Ուկրաինային։ Բացի այդ, նրանք հայտարարել են աբեկչության դեմ պայքարի ազգային տարածքների եւ իրենց սեփական շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին ամբողջ աշխարհում։ Մենք ստիպված կլինենք դիմակայել այս մարտահրավերներին, ոչ թե որովհետեւ ինչ-որ մեկը մեզանից խնդրում է, այլ որովհետեւ մենք խելացի ենք եւ պարտավոր ենք դա անել մեր քաղաքացիների համար, ասվում է տեքստում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պետք է պաշտոնավարի մինչև ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը։ Նա այս մասին ասել է բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Զելենսկիի նախագահական ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսին պաշտոնավարման 5 տարվա ընթացքում։ Ես գուցե լավագույն մարդը չեմ Ուկրաինան պատերազմի ավարտին հասցնելու համար, բայց ես ամենափորձառուն եմ, լրագրող Մարկ Օստինի հետ զրույցում ասել է Զելենսկին։ Նախորդ օրը Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ Զելենսկին պետք է երկրորդ ժամկետով առաջադրվի, քանի որ նա լավագույն նախագահն է, որին հանրապետությունը տեսել է անկախությունից ի վեր։
Եվրամիությունն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել, եթե Գազայի բնակիչների համար կոնկրետ բարելավումներ չգրանցվեն, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Փոխանցում է Guardian-ը, Կալասը հայտարարել է, որ միանգամայն պարզ է, Իսրայելը խախտել է մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները Գազայի հատվածում եւ Հորդանան գետի արևմտյան ափին։ Նրա խոսքով, եթե պաղեստինցիների համար իրավիճակը չբարելավի, Եվրամիությունն կարող է քննարկել հետագա միջոցառումները եւ հուլիսին վերադառնալ այդ հարցին։ Իսրայելը կկենտրոնանա արմատական պաղեստինյան Համասի կողմնակիցների վերացման վրա Իրանի հետ զինադադարի մասին հայտարարելուց հետո։ Այս մասին ասել է ֆինանսների նախարար եւ ծայրահեղ հաճակողմյան առաջնորդ Բեզալել Սմոտրիչը, մեջբերում է The Times of Israel-ը։ Նախարարի խոսքով Իսրայելը ջախջախի հաղթանակ է տարել Իրանի դեմ արշավում, լուրջ վնաս հասցնելով իրանական այաթոլլա ռեժիմին, այդ թվում գիշերը Թեհրանում տասնյակ թիրախների ոչնչացմամբ։ Հիմա մենք շրջվում ենք մեր ողջ ուժով դեպի Գազա առաջադրանքը կատարելու համար, այն է ոչնչացնել Համասին եւ վերադարձնել մեր պատանդներին, ասել է Սմոտրիչը։ Թբիլիսիի դատարանը Ագմաշենեբելի դիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեին դատապարտել է 7 ամսվա ազատազրկման, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին կատարված հանցագործությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։ Այս մասին հաղորդել է Վրաստանի հանրային հեռարձակողի առաջին ալիքը։ Ընդդիմադիր գործչին նաև 2 տարով արգելվել է քաղաքական պաշտոն զբաղեցնել։ Վաշաձեն ինքը ներկա չի եղել դատական նիստին եւ դատավճռին սպասել է իր կուսակցության գրասենյակում։ Նա հանձնաժողովի նիստին կանչվել էր այս տարվա ապրիլին։ Քաղաքական գործիչը չէր ցանկանում գնալ խորհրդարան եւ ցուցմունք տալ։ Դրա պատճառով նրա գործը փոխանցվել է Վրաստանի դատախազություն, որը մեղադրանք էր առաջադրել քաղաքական գործին Հանրապետության քրեական օրենսգրքի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջները չկատարելու հոդվածով։ Ավելի ուշ դատարանը Վաշաձեի համար որպես խափանման միջոց ընտրել է 50,000 լարիի, ավելի քան $18,000 չափով գրավ։ Ընդդիմադիր գործիչը վճարել էր պահանջվող գումարը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարը, որի մասին նա հայտարարել էր ավելի վաղ, անժամկետ կլինի։ Այս մասին նա ասել է NBC News-ի հետ հեռախոսային հարցազրույցի ընթացքում։ Ես կարծում եմ, որ հրադադարն անժամկետ կլինի, այն հավերժ կշարունակվի, ասել է նա NBC News-ին։ Թրամփը նաև նշել է, որ իր կարծիքով պատերազմը լիովին ավարտվել է։ Ես չեմ կարծում, թե նրանք երբևիցե կրկին կրակ կբացեն միմյանց վրա, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիքին սպանվել է Իսրայելի կողմից Իրանի հետ հրադադարի կնքումից առաջ իրականացված հարձակման ժամանակ, հաղորդում է Նուր Նյուզը։ Մոհամմադ Ռեզա Սադիքին միջուկային գիտնական է, ով սպանվել է այսօր վաղ առավոտյան Իսրայելի կողմից հրադադարից առաջ իրականացված հրաձգման ժամանակ, գրել է գործակալությունը։ Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման։ Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին, մինչև հրադադարի լիարժեք պահպանումը, ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։ Գործարար Սամվել Կարապետյանին Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ ազգային անվտանգության ծառայության շենքին կից մեկուսարան։ Այս մասին հայտնել է ՔԿՀ-ների մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Նշենք, Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրան կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը, բավարարելով քննչական կոմիտեի միջնորդությունը։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ի պետականացման պլանը պատրաստ է, շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հավելել է Փաշինյանը։ Նշենք, որ գործարար Սամվել Կարապետյանի դեմ սկսված արշավին զուգահեռ Փաշինյանը հայտարարել էր, որ հեծը պետք է ազգայնացվի։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվել են։ Այս մասին հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը, նա մասնավորապես նշել է. Ինչպես արդեն նշել էի, հաշվի առնելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը, Արցախի հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննելու մասին տարածվող տեղեկությունները, նրա շուրջ շրջանառվող կեղծ լուրերը, դրանց անդրադառնալու խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների կողմից անընդհատ հնչեցվող ահազանգերը մոտ օրերս կկազմակերպենք ասուլիս, վերոնշյալ եւ մի շարք այլ հարցերին անդրադառնալու նպատակով, նշել է փաստաբանը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հունիսի 24-ից 3-ը 25-ից 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ից 29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում հունիսի 24-ից 3-ը 25-ից 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ից 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ից 3-ը 25-ից 28-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 5 աստիճանով։